քաղաքացին այն մարդն է, ով ունի պետություն ունենալու կամք, ով ունի պետություն ունենալու կամ ստեղծելու, եւ քանի որ մեր պետությունը ստեղծված է, չնայած պետությունը անընդհատ եւ միշտ կարելի է ստեղծել, պետությունը մի հասկացություն է, որի ստեղծումը տեղի է ունենում պարբերաբար, որովհետեւ պետության զարգացման ամեն նոր շրջափուլի մեկնարկը ըստ էության պետության ստեղծում է եւ հետեւաբար քաղաքացին այն մարդն է, ով պետություն ստեղծելու կամք ունի, պետությունում ապրելու կանոններ սահմանելու կամք ունի եւ այստեղ որ գալիս է երրորդ կարևոր հատկանիշը, ինքը իր սահմանած կանոններով ապրելու եւ այդ կանոններին ենթարկվելու կամք ունի։ Եվ եթե այս իրավականից գանք էմոցիոնալ, քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը ինքը իր նման։ Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքը իրեն է սիրում։ Եվ հետևաբար քաղաքացին այն մարդն է, ով ի վիճակի է խնամք տանել իր ստեղծած պետության նկատմամբ, այնպես ինչպես խնամք կտաներ իր զավակի նկատմամբ։ Եվ հետևաբար քաղաքացի հասկացությունը ես հենց այս տրամաբանությամբ եմ հասկանում,